Հարգելի հայրգորյուն, ուսուցչական գազմ, սիրելի աշակերտներ։ Ես հազրեցի պես եղած եմ աշակերտ Հալեբի Մղիտարյան վարժարան։ Վարժարանի ուսումնաբետն ու դեսուչը եղած եմ վարդապետներ։ Ինձ սորված եմ այդ վարդապետներեն նվիրում Աստուծո և ազգին։ Եթե ձեր մեջ արմատավորվի այս սկզբունքը նվիրվել Աստուծո և ազգին, հաջող մարդիկ կլաք։ Կյանքի մեջ օրինակներ պիտի վերցնեք։ Այդ օրինակները դուք կսկսեք տեսնել դպրոցի մեջ։ Ձեր ուսուցիչներու վարմունքով կհավաքեք գիտություն, կհասնեք թիրքերու, բայց ամենեն կարևորը կյանքի մեջ երկու բան է. ծառայել ազգին և ծառայել Աստուծո։ Այդ ուղղությունը ցեզի գուտան Մղիտարյան վարդապետները։ Այդ է կյանքի գաղտնիքը։ Վերջը իրենք ունին սկզբունք։ Կյանքի մեջ կտեսնեք իրենց ապրելակերպով։ Ամեն միջոց կնեն, որպեսզի աշակերտին օգտակար լինի։ Երբ որ այդ գործունեությունը առաջ տարվի, ադիգա ուղենիշ է։ Այդ ուղենիշի հիմքի վրա դուք ձեր կյանքի ուղին պիտի որոշեք։ Երբ որ ձեր որոշման մեջ ճիշտ եք, պիտի լակ հարադև։ Ես Հալեբ տնած եմ աշխատավորի զավակ։ Հայրս ու մայրս եղած եմ որբ, այն թաբի շրջանին։ Հալեբ իրարը հանդիպած են, ամուսնացած են, 4 զավակ, 4 տղա, 1 աղջիկ ունեցել։ Ես Մղիտարյան որքացի հարաճաթեմ էի։ Ուրեմն դեսչությունը ինչ հրավ։ Ինձի ընդրեց և ղրգեց բարձրագույն ուսման Վենեդիկ, Մուրադ Ռաֆայելյան վարժարան։ Հալեբ իմ դեսիչեց ինձ սորվեցա։ Հայր Վահան Հովհաննեսյան գրած է վեպեր, մատմակրություն և մեր հոգիներու և սրտի մեջ թացած է հայրենասիրություն։ Կարդացեք իր քիրքը, մի քանի քիրք ունի։ Բանաստեղծության մեջ գցե իմ հեռավոր հայրենիք, իմ փառավոր հայրենիք, աշխարհներեն ալանթին քեզ կփնտրեմ անցկակին։ Ուրեմն իր նպատակը եղած է Հայաստանին հասնել, ու մեր մեջ է ադիգա ցանած է, սերմանած է, որբեսի մենք ծառայենք թե հայրենիքին և թե հայ ժողովրդին։ Ես եղած եմ բժիշկ, բավական համբավավոր, հարստություն թիզած եմ, ուսանողներ, 100-ը ավելի համալսարական ուսանողներու ծախսերը տված եմ, մարդիկ եղած եմ։ Կյանքի մեջ ամենեն կարևորը գիտեք ինչ է, բարիք կնել։ Երբ որ դու բարիք կնես, գարոդյալին երախտաբարդ կմնա։ Ուրեմն ես եղած եմ երախտաբարդ։ Մղիտարյաններուն իրենց սկզբունքի վրա եղած եմ օգտակար հայ աշակերտներուն։ Հիմա ինչ կնեմ։
ինչ որ ունի Ամերիկա ամենը ծախած է։ Հաստատված եմ Հայաստան։ Հայաստան ունենք դպրոց 1050 աշակերտով, 30 հատը եկած են Արցախեն, Ղարաբաղեն։ Հոնդեղ դպրոցի մեջ հաստատեցի արևմտահայերեն, արևմտահայ քրագանություն եւ սպիրկի պատմություն, որբեսի Հայաստանի աշակերտները արևմտահայերեն սորվին եւ սպիրկի պատմությունը գիտնան։ Ինչ է սպիրկի պատմությունը։ Ձեր մեծ մայրերուն, մեծ հայրերուն հարցուցեք, մեկը Գիլիգիային, Այնթապ, Հաչն, Սիս, կամ Արեմադյան Հայաստանյան դիկրանագերդեն, խարպերտեն, ցեղասպանություն է ազատվածներն է։ Ցեզի գրգած է Մխիթարյան դպրոց, որբեսի հայ մնաք։ Դպրոցի մեջ հայ մնալու համար առաջին բան պիտի լա հայերեն լեզու։ Հայերեն լեզու մաքուր պիտի սորվիկ, որբեսի Հայաստանի մեջը դպրոցականները մաքուր հայերեն սորվին, պատրաստած ենք փարարան։ Օդար փարերու համապատասխան հայերեն փարեր։ Հայաստանի մեջ իրենց խոսած հայերենին ամեն 5 փարեն մեկ հատ օդար է։ Ուստի 400 դպրոցի դարաձեցինք աշակերտներուն, որբեսի մաքուր հայերեն սորվին։ Ով սորվեց ուծացի կամեզի։ Մղիտարյան վարդապետները։ Վենեդիգի մեջ ես տեսուչ ունեցած եմ Հարիեղե Փեչիկյան, որ մասնագետ էր գրափարի, բոլոր հայերեն փարերու արմատները պետք է ինք սորվի։ Հիմա դուք Մխիթարյան դպրոցի մեջ եք, ամեն մեկ փարին կացեք արմատները սորվեցեք, որբեսի ձեր ինքնությունը ճանչնաք։ Մարդուս էությունը գավված է իր ինքնության մեջ։ Եթե ինքզինքդ լավ ճանչնաս, ավելի միտքդ կկործածես, որբեսի հարաճ թիմես, սխալներդ կհասկնաս, կյանքի քաղնիկը ան է, առանց սխալ կործածելու առաջ էր տան։ Ուրիշներ, որ սխալ կկործածեն, ետ կմնան։ Մրցանակ կստանան անանցիկ, որ առաջին, երկրորդ և երրորդ են։ Երկու անցի մասին պիտի խոսիմ ձեզի, ամփոփ կերպով։ Հովհաննես Թումանյան և Գոմիդաս Վարդապետ։ Այս երկու քիրքերը մենք կդանք Բեյրութոս, Քոհար երջախումբ կար, իրենց գրադարան են դեսա, առաջին էջը որ գարտացի, դպավորվեցա, և ըցի ասիգա բիդի հրադարագենք և դարածենք։ Ուրեմն, Փնչիկ Հովհաննես Թումանյանի փունչ, փոքր փունչ, իր բանաստեղծություններն են։ Այսօր առաջին էջը որ բացի, դեսա որ մեկը մագակրած է և քիրքը նվիրած է Միսակ Թորլակյանին։ Գիտեք ով է Միսակ Թորլակյան։ Ով գիտե։ Չեք գիտեր, ես կբացատրեմ։ Հայոց ցեղասպանությունը գադարողներն էին Թալատ, Էնվեր, Բեհեդին Շաքիր, Նազիմ եւ այլն եւ Բաքուի մեջ գար բոլշևիկներու ադրբեջանցի մեծը։ Ուրեմն Միսակ Թորլակյան 1921-ին
քնած եւ ինքը իհարկե գարձեմ Հռոմի կամ Բերլինի մեջ էր քնած եւ սպանեց վրիժարու էր այսինքն անցմը աս քիրքը նվիրած է ուրիշի որ հիշե թե Միսակ Թորլակյանը ով է եւ ով բանաստեղծությունը գրած է փոխանակ շիշմիքինի կամ վիսկի տալու կամ շոկոլադ տալու հադե մդային արժեքը բիդի դարածեք փոխանակ փորը լեցնելիք ապրանքներ երկրորդ գիրքը ով է Հովհաննես Թումանյան մեր մեծակույն բանաստեղծները մեկը արևելահայ որ 1800 վերջերը եղած է եւ 3 կարևոր գործ կատարած է բանաստեղծություններ գրած է ասկային գործունեություն եղած է եւ բոլոր մտավորականները հավաքած է իր դունը որ գոչվի Վերնադուն իր ժամանակվա մեծակուն բանաստեղծ երաժիշտ նկարիչ ամենուն հավաքած է որբեսի ասկին ուղղություն տան ասկի մեջ կարժավորվին անցիկ որ առաջնորդ են եւ ոչ թե հետևորդ Մխիթարյաններու աշակերտները եղած են առաջնորդներ ծեր մեջ է պիտի բրբդեք թե ինչ առաքելություն պիտի ունենան կյանքի մեջ հարստությունը առաքելություն չէ հարստությունը միջոց է նպատակի ծառայելու համար նպատակը երկու բան է անցիմը ծառայել Աստուծո եւ ծառայել ազգին բանաստեղծները հերոսները ֆեդայիները եղած են առաջնորդներ եղած են նաեւ եկեղեցականներ երկրորդ անձը Գոմիդաց Վարդապետ ով էր Գոմիդաց Վարդապետ որբ Քյոթահյա ծնած 2 տարեկանին մայրը գմերնի 10 տարեկանին հայրը գմերնի մորակույրը իրեն հոգը դաներ երբ որ Վարդապետը պիտի երթար Էջմիածին որբեսի եպիսկոպոս ընդրվի Գաթողիկոսի գոնթագն էր բահանջը որ որբ եւ գարող բան աշակերտը իր հետ դանի Էջմիածին որբեսի Վարդապետը լա ուրեմն Գոմիդաս անունը Սողոմոն Սողոմանյանն էր լավ ցայնուներ հոնդարին Քևորքյան ջեմարանի մեջ ուսուցանեցավ եւ գիտեք ինչ որոշեց հայ երկեցողությունը երաժշտությունը որ ժողովուրդը երկեր ամբողջ հավաքը վերածե ցայնակրության ցայնանիշներու ուրեմն բադարակը ինքը գրած է Գոմիդասյան բոլոր քերչկական քյուղական ամբողջ երկերը հավաքած է եւ մեզի ժառանգություն ցկած է ուրեմն ցեզի օրինակ բերի Մխիթարյան Վարդապետը հայր Վահան Հովհաննեսյան որ մե Աստված է մեզ եւ մեկ աշխարհական Հովհաննես Թումանյան եւ հայր Գոմիդաց Վարդապետը ծեր մեջը բրբդեցակ կարողականություն կա ծեր մեջ մենք մեր ուղեղին 15% կգործածենք եթե բրբդեք զանազան ծևերուտի մեկ 20-30% որը սկսի կործածել
գահասնի թիրքի բարձունքի մարդս գարժևորվի եւ որ գահասնի բարձունքի եւ այդ բարձունքի թիրքեն բիդի ծարայեք ասկին եւ Աստծո։